Սևանա լիճը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասի ամենաարժեքավոր բնական գանձերից է։ Ահա մի քանի ուշագրավ և հետաքրքիր փաստ Սևանի մասին։ Սևանը աշխարհի ամենաբարձրադիր մեծ քաղցրահամ լճերից մեկն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Լիճը կազմված է երկու անհավասար մասերից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան, որոնք իրար միանում են շողագայի նեղուցով։ Փոքր Սևանն ավելի խորն է, ունի ջրի ավելի մեծ ծավալ։ Լճի մեջ թափվում է 28 գետ և գետակ, սակայն նրանից սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդան գետը։ Այսօրվա Սևանի թերակղզին, որտեղ գտնվում է Սևանավանքը, նախկինում եղել է իսկական կղզի, սակայն ջրի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով կղզին միացել է ցամաքին։ Անվան ծագումը։ Ըստ տարածված վարկածի, անունը գալիս է ուրարտական սուինյա բառից, որը նշանակում է լիճ։ Ըստ ավանդության էլ, վանքի սև քարերի պատճառով ժողովուրդն այն կոչել է Սև վանք Սևան։ Լճի տարածքում է գտնվում որորների հայրենիքը՝ Որորների կղզին, որտեղ բնադրում է հայկական որորը։ Այն հանդիսանում է այս թռչնատեսակի ամենամեծ գաղութներից մեկը աշխարհում։ Ճայրի կղզին կամ պաշտոնական անվանմամբ Որորների կղզի գտնվում է Սևանա լճում Սևան ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածքում։ Այն հանդիսանում է հայկական որորների՝ ճայերի բնադրման ամենախոշոր վայրերից մեկը աշխարհում։ Լճի մակարդակի իջեցման հետևանքով 1990-ականների վերջին կղզին միացել է ցամաքին և վերածվել թերակղզու։ Գտնվում է Սևանից Գավառ տանող ավտոճանապարհի ձախ մասում Նորաշեն գյուղի մոտակայքում։ Քանի որ տարածքը արգելոց է, այնտեղ գործում է հատուկ պահպանության ռեժիմ։ Թռչունների բնադրման շրջանում մարդկանց մուտքն ու աղմուկը խիստ սահմանափակվում են, որպեսզի չվնասեն թռչուններին։ Տարածքում արգելված է զանգվածային միջոցառումների կազմակերպումը։ Այցելուների համար կազմակերպվում են հատուկ նավարկություններ և տուրեր Սևանա լճով, որոնց ընթացքում նավից կարելի է դիտել և կերակրել հարյուրավոր ճայերի։